Մարդկանց համար նախատեսված դեղատների և անասնաբուժական դեղատների գործունեությունը կտարանջատվի։ Չնայած դեղատնային գործունեությունը պետք է պարտադիր լիցենզավորվի, սակայն տարանջատած չէր այստեղ անասնաբուժական դեղատնային գործունեությունը, բայց հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները, ինչպես նաև մեր տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերը, նախարարությունը նախաձեռնեց համապատասխան փոփոխություն իրավական։ Խնդիրը տնտեսվարողները բարձրաձայնել են դեռ անցած տարի, Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահն է պատմում։ Մենք բազմիցս ահազանգեր եւ դիմումներ ենք ստացել մեր կազմակերպության անդամ անասնաբույժներից, որ դեղատնային գործունեությամբ զբաղվող մասնավոր սեկտորի անասնաբույժներին ՊԿ տուգանում է չլիցենզավորված գործունեություն իրականացնելու համար, պատճառով, որ չունեն լիցենզիա անասնաբուժական դեղորայքի վաճառքի։ Շարունակում է, իրենք այդ խնդրի մասին չեն էլ մտածել։ Անասնաբուժական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորումը դադարեցվել էր դեռ 2005-ից։ Հասկանալու համար ինչ պետք է անեն, դիմել են տարբեր գերատեսչություններին։ Եղավ մեծ քննարկում նաև հենց նախարարությունում ՊԿ-ի, առողջապահության նախարարության, էկոնոմիկայի նախարարության եւ շահագրգիռ մարդկանց հետ, որտեղ որ ցանկություն հայտնեցինք ասել ինչումն է մեր սխալը, որ մենք անասնաբույժ ենք եւ իրականացնում ենք անասնաբուժական դեղորայքի վաճառք։ Փաստորեն անասնաբուժական դեղ վաճառելու համար պետք է ունենային դեղատնային գործունեության լիցենզիա։ Մինչդեռ դրանց նույնացնելը խնդրահարույց են համարել բոլոր շահագրգիռ կողմերը։ Չենք կարող համեմատենք մարդաբուժական դեղորայքով վաճառող թեկուզ մի կետի ու նմանատիպ նույն տարածքում անասնաբուժական դեղորայք վաճառողի եկամուտները եւ նաեւ գումարած այդ հավասար պայմաններում հարկման քաղաքականությունը։ Անասնաբուժական դեղատնային գործունեությունը գիտենք փոքր դեղատնային գործունեություն է եւ չի համեմատվում մարդաբուժական դեղատների հետ իր շրջանառությամբ, հետեւաբար անհրաժեշտ էր կարգավորումը տալ համապատասխան իր գործունեությանը։ Փաստացի օրենքի բաց կար, որն այս տարի լրացվեց։ Այստեղ ամենակարևորը նա էր, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, այսինքն լիազոր մարմինը տվյալ ոլորտի, չուներ որևէ լիազորություն, վերահսկողություն իրականացնելու անասնաբուժական դեղատներում։ Կարգավորումից հետո օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինը կարող է իրականացնել վերահսկողություն եւ կանխել հնարավոր խախտումները։ Այսօր ունենք այդ տարանջատման մասին օրենքի լրացում մշակված եւ հույսով ենք մոտակա ժամանակահատվածում այն ուժ կունենա եւ կիրականացվի մեր առօրյա կյանքում։ Շուտով նաեւ կմշակվի կարգը, թե անասնաբուժական դեղատունը ինչ պահանջների պիտի համապատասխանի, ապա կլինի կարգավորումներ նաեւ դեղերի մասով։ Էմմա Վարդանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։